քիչ որակական հատկանիշներ մարկետինգ ինչին պետք է լինի Հայաստանի հաջորդ Քոչարյանի նման անձամ ես իրան շատ մեծ գնահատական եմ տվել միշտ իր դիվանագիտական քայլերը միշտ էլ դուր ա եկել ինձ իր խոսույթը, իր քայլերը մի խոսքով Ես անձամբ կուզենայի տեսնեի Ռոբերտ Քոչարյանին որովհետև ես հին մարդ եմ, ես ապրել եմ իր նախագահության ժամանակ, ապրել եմ այն ցուրտ ու մութ տարիներին եմ երեխաներիս մեծացրել ու տեսել եմ ոնց այդ քաղաքական գործիչը, այդ մարդ անձնավորությունը, հայ տղամարդը, ոնց երկիրը հանեց այդ ճգնաժամի մեջից։ Ես այդ ամեն ինչի ակարատեսն եմ եղել, ես համոզված եմ, որ ինքը այսօրով միակ մարդն է, ով որ ունի հենց այդ փորձը, որ այդ վիճակից երկիրը, երբ որ արդեն հասած է եզրին, իզորույա եւ ռազմական առումով եւ արտաքին որպես քաղաքականություն եւ տնտեսական համագործակցության առումով մեր երկիրը կանգնեցին ոտքի։ Ընտրում եմ Քոչարյանին։ Ինչ կհիշեք իր կառավարման տարիներին։ Շատ բան, առաջ օրվանից մինչև վերջի օրը։ Կռվել եմ իր օրով։ Խելացի ղեկավար է եղել։ Կայուն ղեկավար է եղել, խելացի ղեկավար է եղել։ Իր օրոք մենք լավ զարգացում ենք ունեցել Հայաստանի Հանրապետությունը մեջ եւ հասարակ ժողովրդի մեջ։ Օրինակ աշխատավարձների ժամանակ, Լևոնի ժամանակ 6000 դրամ էր, իր օրոք եկավ աշխատավարձները մի քանի անգամ կրկնապատվավ, զարգացում գնաց, էկոնոմիկան բարձրացավ, ժողովուրդը աշխուժ էին, հանգիստ էին ապրում։ Դրա համար ես այսօրվա դրությամբ տենում եմ, որ մեր ապակա վարչապետը պետք է լինի Քոչարյան։ Հայաստանի հաջորդ վարչապետին տեսնում եմ նախագահ Քոչարյանին։ Նախ ասեմ, որ 2021 թվականից ի վեր Հայաստան դաշինքի կողքին եմ։ Առաջինը, որ այստեղ եմ, պետքա այս վարչախմբից ազատվենք եւ երկրորդը պետքա մեր հայրենիքը վստահենք այնպիսի մարդու, ով կկարողանա Հայաստանը այս դժվար իրավիճակից հանել, դարձնել Հայաստանը մարտունակ, մենք ունենանք արժանապատիվ երկիր։ Տեսեք, քաղաքական ուժերի մրցապայքարում, իհարկե վեր չգցելով մյուս ընտրապայքարում մասնակցող ուժերին, միանալիս պետք է հաշվի առնես մի քանի փաստ։ Նախ այն քաղաքական ուժին պետք է միանաս, որ ունի հստակ ծրագիր, անցած քաղաքական ուղի եւ ամենակարևորը այդ ամեն ինչը պրակտիկայում ցույց տալու կարևորագույն հատկություն։ Ճիշտ է, Հայաստան դաշինքում կան թերություններ, բայց սա երևի հանդիսանում այն միակ քաղաքական ուժը տվյալ մրցապայքարում, որ երևի թե կա անվստահությունը, որ ազգային մի շարք կարևոր արժեքներ կպահպանեն։ Երևի թե քաղաքական ուժը, խմբակցությունը, դաշինքը այս պայդրությամբ հանդիսանում այն միակը, որ կարելի է գոնե իրենցից սպասել որոշակի ազգային արժեհամակարգի զարգացում եւ պահպանում, քանի որ դա մենք տեսել ենք պրակտիկայում, երկրորդ նախագահի ժամանակահատվածում, դրանից հետո որպես ընդդիմություն նրանց արած հայտարարություններում իրենց ծավալած գործունեության մեջ եւ կարծում եմ, որ ես չեմ սխալվել կամ այլ հայրենակիցներ, ովքեր կմիանան, իրենք չեն սխալվի։ Իհարկե ուրախ լինեմ, որպեսզի ընդդիմությունը ապագայում որոշակի հավաքական ինչ-որ գործողությունների ջատագով լինի, բայց դա արդեն իսկ ապագայում կտեսնենք։ Ռոբերտ Քոչարյանին կամ Սամվել Կարապետյանին։ Նրանց ենք վստահում մեր անդունդի եզրին կանգնած Հայաստանը։ Մեր ազգի միակ բրկիչները դրանք են լինելու։ Իսկ նախագահ Քոչարյանի կառավարման տարիներին Ամենալավ բաները, ամեն ինչ էլ փոխվել է։ Մեր Մարտակերտի ճանապարհը հիմնականում Հայաստանից նստում էինք, մինչև Ղարաբաղ միանգամից գնում էինք։ Ամենալավ ընտիր ճանապարհներ հիշողությանս մեջ մնացել է։ Ամենալավը չէինք զգում, չէինք մտածում, որ կարող է պատերազմ լինի։ Խաղաղության մասին չէինք էլ մտածում, քանի որ մենք ինքներս խաղաղ էինք ապրում։ Ես տեսնում եմ Հայաստան դաշինքն է, որ միայն Հայաստանը այս վիճակից կարող է դուրս բերել։ Ես ապրել եմ այդ ժամանակներում, ես տեսել եմ, զգացել եմ։ 98 թվականից սկսած ես զգացել եմ այդ փոփոխությունները։ Եվ Հայաստանի անվտանգությունը, նաև իմ անվտանգությունը, իմ ընտանիքի անվտանգությունը, անվտանգ ենք ապրել այսպես։